Անցնենք ինձ համար ամենասիրելի բլիթին, բացարձակապես քաղաքական հարցեր ձեռք եմ տալու, պարզապես հարցեր են, որոնք կարծում եմ յուրաքանչյուրի համար շատ կարևոր են։ Հետաքրքիր է, սավ։ Ձեր կարծիքով ով է միջին վիճակագրական հայը։ Բարդ հարց եք տալիս։ Միջին վիճակագրական հայը։ Այսինքն եկեք մի քիչ ավելի, որպեսզի ավելի այսպես հստակ լինի պատասխանս, ինչ իմաստով, տնտեսական իմաստով, քաղաքական մտածելակերպի մենթալիտետի իմաստով, այսինքն ինչ մենթալիտետի։ Ցավոք սրտի այսօր պետք է խոստովանենք, որ միջին վիճակագրական հայը այսօր դեռևս հանգամանքների բերումով մտածելակերպի առումով դեռևս կաղապարված է, դեռևս ինչ որ փուչիկի մեջ է գտնվում, որը ստեղծվել է մեզ հայերին, այսպես վերահսկողության տակ պահելու, այսպես ազատամտությունը սահմանափակելու, պետության կարևորությունը, նշանակությունը, արժեքը դերևս բավարար չգիտակցող ցավոք սրտի, բայց այդ ճանապարհի վրա գտնվող այդ վերափոխման, վերակերպման, այսպես ասում եմ, կերպարանափոխման, այսպես ասում եմ, փուլում գտնվող աշխատասեր, ցավոք սրտի դեռևս կենցաղային խնդիրներով շատ ծանրաբեռնված, ինչը խանգարում է նաև աշխարհի առաջ բացվելուն ցավոք սրտի բավարար առումով, առօրյա հոգսեր դժվարությամբ հոգող, այսպես ասում եմ, մարդն է։ Ես կուզենայի, որպեսզի սովորական պատերազմից հետո իթակ է վերադարձող ոտիֆեր։ Գիտեք, մի քիչ դժվար է այդպիսի համեմատություններ անել, բայց ամեն դեպքում ես ուզում եմ, որպեսզի այդ միջին վիճակագրական հայը, որովհետև պետության հիմքը, ցանկացած պետության հիմքը հենց միջին վիճակագրական քաղաքացին է։ Պետության մեջ, ասում եմ, տոն թելադրողը, կորիզը պետության հենց միջին վիճակագրական քաղաքացին է։ Եվ միջին վիճակագրական քաղաքացու որակից, մտածելակերպից, ազատասիրությունից, ինչ արժեքներ են նա կրում, ուրեմն կախված է նաև պետության հաջողությունը, պետության զարգացումը, ես կարծում եմ։ Եվ որովհետև տեսեք, երբ որ այդ միջին վիճակագրականը մարդը խնդիր է ունենում, այսինքն մենք այդ մարդկանց պակաս ունենք կամ կենցաղային առումով այդ մարդիկ, այսպես ասում եմ, ցածր եկամուտ ունեցող մարդիկ են եւ այլն, հասարակության մեջ այդ ճեղքվածքը, անարդարությունը սոցիալական, չգիտեմ, իշխանության որակը, տեսեք, մենք այսօր խոսում ենք ընտրակաշառքի մասին, չէ՞։ Դուք չմտածեք, որ մենակ ընտրակաշառք վերցնում է ամենացածր խավը։ Ոչ, ես Հայաստանում ապրել եմ։ Շատ միջին վիճակագրական քաղաքացիներ են նաև վերցնում ընտրակաշառք։ Իսկ դրա գինը լիարժեք չէր գիտակցվում, ցավոք սրտի։ Դրա հետևանքները լիարժեք չէր գիտակցվում։ Այո, շատ բան փոխվել է, բայց մենք դեռևս այդ ճանապարհի վրա ենք։ Ես կուզենայի, որպեսզի քաղաքականապես շատ ավելի գրագետ լիներ միջին վիճակագրական հայը, անձապաշտությունից զերծ լիներ միջին վիճակագրական հայը, որտեղ այդ անձապաշտությունն էլ է խնդրեմ, դա էլ է, այսպես ասում եմ, խնդիր առաջացնում, որտեղ դա էլ է կախված կրթական համար, ամեն ինչ իրար հետ կապված է, սոցիալականը, կրթականը, ամեն ինչ մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են, հա, ցավոք սրտի։ Դրա համար ես կարծում եմ, որ այսպես եթե ձևակերպենք, վերափոխման փուլում գտնվող ուրեմն այդ խավն է միջին վիճակագրական այդ քաղաքացին հայը եւ որքան արագ ինքը վերափոխվի, այնքան արագ պետությունը ամուր ոտքի վրա կկայանա։ Հենց այդ վերափոխման արագությունից էլ կախված է պետության հաջողությունը։ Շնորհակալ եմ։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Ջորջ Վաշինգտոնին։ Ջորջ Վաշինգտոնին։
ճիշտ ասած ես կհարցնեի շատ հետաքրքիր, այսինքն ավելի շատ ոչ թե կհարցնի, այլ ես այլ շատ կուզենայի տեսնել այն մթնոլորտը, որի այն միջավայրն է ինձ հետաքրքիր, որտեղ, չգիտեմ, Թոմաս Ջեֆերսոնը եւ իր ընկերները գրել են Սահմանադրությունը եւ կուզենեի հասկանալ որտեղից այդքան առաջադեմ գաղափարներ այդ ժամանակաշրջանում այդ պատերազմից հետո, հա, անգլիական այսպես զավթիչների դեմ։ Օրինակ մինչեւ հիմա, երբ որ գիտեք Ամերիկայի Սահմանադրությունը ամենաքիչ այսպես փոխված ինչ որ ուղումներ այո եղել են, բայց մեծ հաշվով այսպես ասում եմ այդ կետերը սուրբ սրբություն են համարում են, որ հիմնադիր հայրերը այսպես ասում դրել են, հա, եւ այլն։ Օրինակ ինձ հետաքրքիր է, որտեղից իրանց այդ առաջադեմ մտածելակերպը, ասենք 200 տարի առաջ, հա, սկսած մարդու իրավունքների հետ, որը իհարկե այնպես չի, որ այն ժամանակ ստրկությունը դեռ եղե Միացյալ Նահանգներում, բայց ի վերջո հենց այդ ամեն ինչը, հենց այդ մտածելակերպը, հենց այդ միջավայրը բերեց նրան, որ ընդամենը պետության ստեղծումից ասենք 100 տարի անց մոտավորապես ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ազատվեց ստրկությունից եւ շատ մեծ թափով առաջ, այսինքն Ամերիկայի տնտեսական հրաշքի, չգիտեմ, զարգացման, այդ ամեն ինչի հիմքը եղել է հիմնադիր հայրերի առաջադեմ գաղափարները, իմ սուբյեկտիվ կարծիքով, եւ ինձ ուղղակի հետաքրքիր է իրանց մտածելակերպը։ Կա գիրք, որ պարբերաբար վերընթերցելու ցանկություն ունեք։ Այո, դա Ջորջ Օրուելի 1984-ն է, որը այո, ինչու, որովհետև անընդհատ ստեղծվում են իրավիճակներ քաղաքականության մեջ։ Նույն հիմա հայկական քաղաքականությունը, որ ես դիտում եմ, ինչա կատարվում։ Ռուսաստանում տիրող իրավիճակը, այդ հարաբերությունները, այդ ամեն ինչը, այդ համակարգը, կոպիտ ասած, իրականության խեղաթյուրումը, հա, ոնց կարելի է, ասենք անընդհատ այսպես, ոնց կարելի է, չգիտեմ, փորձել եւ պետքա լավը վատ ներկայացնել, վատը լավ ներկայացնել, չգիտեմ, հա, այո, չգիտեմ, իրականում ոնց ուզենաս ֆռացնես, էլի, այդ ոնց ուզենաս, ինչ ուզենաս ֆռացնելու արվեստն է, այդ ու հանճարեղ գործ է, ինչ ուզում եք ասեք, հանճարեղ գործ է։ Բացարձակապես կիսում եմ դեր տեսակետը, ես էլ եմ հաճախ անդրադառնում 1984-ին։ Մակեդոնացի կեսար Նապոլեոն, ում կավելացնեի կեսիռյակին։ Մակեդոնացի կեսար Նապոլեոն։ Այսպես տրամաբանությունը հետաքրքիր է ուզում հասկանալ։ Եկեք Տիգրան Մեծին ավելացնեմ, դե որ տենց է, եթե այսպես տրամաբանությամբ, դե ծովից ծով Հայաստանը ստեղծել հիմա ինքն էլ ինչ-որ զավթ, եթե տարածքներ զավթելու այսպես առումով, չգիտեմ, եկեք այդ մեծերի, այսինքն եթե իրանք համարվում է որպես մեծ զորահրամանատարներ, այսինքն հա տաղանդավոր, եկեք Տիգրան Մեծին էլ ավելացնենք, թող իրանց կողք կլինի։ Ավելացրեցի սիրով, իսկ դուք տաբուներ ունեք։ Ինչեր, տաբուներ։ Ունեք։ Տաբու։ Այո, տաբուներ ունեք։ Հա, այո, ինձ համար կան մի շարք տաբուներ եւ ամենագլխավոր տաբուն, եթե մենք վերցնենք չգիտեմ, օրինակ ամենագլխավոր տաբուն իմ համար լինել, այսինքն ոնց ասեմ, մի քիչ ձևակերպումը դժվար է։ Պետք է միշտ անկեղծ լինել քո հետևորդի հետ եւ տաբույա ինձ համար ցանկացած մանիպուլյացիան տաբույա հատկապես որ քաղաքականության մեջ այնքան անազնվություն կա, այնքան անարդարություն կա, այնքան խաբեություն կա, այնքան իրականության խեղաթյուրում կա, որ այս առումով իմ համար եթե վերցնենք ավելի ճիշտ կլինի ասել սկզբունք է ինձ համար, բայց քանի որ դուք տաբու ասեցիք, այսպես ձևակերպը մի քիչ դժվար է, այսինքն ինձ համար տաբու է ցանկացած մանիպուլյացիան, ուրեմն այս բարդ իրավիճակում, ցանկացած անազնվությունը այս բարդ իրավիճակում
ընդհանրապես քո տեսակետները ներկայացնելու առումով պետք է շատ զգույշ լինել, պետք է շատ պատասխանատու լինել եւ պետք է շատ ազնիվ լինել։ Սրանից այն կողմ, ասենք, երբ որ ես տեսնում եմ նույն վերլուծական դաշտում շատ դեպքերում անազնվությունից եւ շատ դեպքերում իհարկե միամտություն կա, շատ դեպքերում անգրագիտություն կա, բայց երբ որ ես տեսնում եմ, երբ որ օրինակ շատերը այսպես առանց հասկանալու կամ հասկանալով կոչ են անում, օրինակ կոպիտ ասած, հայ ժողովրդին սեփական ոտքին կրակել, ասենք, որ դու հասկանում ես, որ ինչ որ ասվում է, այն մթնոլորտը, որ ստեղծվում է, դա ուղղակի, ասենք, չգիտեմ, ինքնասպանության, ինքնակործանման ճանապարհ է, դու հասկանում ես, որ ու շատ ես ուզում, որ այդ հայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք այդ քոպես տաբուներ ունենան։ Շատ կարևոր է ունենալ տաբուներ։ Շատ կարևոր է ունենալ տաբուներ կարմիր գծեր չանցնելու առումով, հա, ուրեմն ագահության առումով, ասենք, որտեղ շատերը ինչքան հասկանում եմ, ես տեսնում եմ, որ երբեմն ագահությունը հաղթում է պարկեշտությանը։ Սա ամենացավալի բանն է, որովհետև ագահությունը ջախջախում է սկզբունքները մարդկանց, հա։ Եվ այս առումով, այո, եթե գլոբալ ձևակերպենք, ալիշուտ ես կուզենայի, որ դուք հարցնեիք ինչ սկզբունքներ ունեք, բայց քանի որ դուք այդպես ձևակերպեցիք, ես այսպես ասեմ, ես շատ կուզենայի, որ ցանկացած մարդ, ով որ ինֆլուենսեր է, ազդեցություն ունի, հայկական քաղաքական դաշտում ունենար շատ կարևոր տաբուներ, այն սկզբունքը, որ ես ներկայացրեցի, այսինքն եթե խոսքը վերաբերում է մեր ժողովրդին, մեր ճակատագրին, պետք է ունենալ կոնկրետ շատ կարևոր կարմիր գծեր եւ տաբուներ։ Եթե մենք վերածենք տաբուները կարմիր գծեր, այսպես ասենք, շատ կարևոր կարմիր գծեր, որովհետեւ մենք այսօր ուրիշ հայրենիք չունենք։ Կոպիտ ասած, հայության համար գերխնդիր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պահպանվի, ծաղկի ու ժեղանա։ Եվ այս առումով, օրինակ, ես կուզենայի, որ պարզավոր 100%-ը չի լինում, բայց մեր օրինակ վերլուծական հանրությունը, մտավորականության գոնե մի զգալի մասը, եթե այդպեսին կա, փայլուն, այսպես ասեմ, պետության ընդհանուր շահի միասնական պատկերացում ունենային, որ այնքան պարզ լիներ, այսինքն տեսեք, մենք այսօր դրած բացատրում ենք, հա, ասենք տարական բաներ ստիպված ենք բացատրել, այնքան ուժեղ է պրոպագանդան հակառակ կողմից, մենք տարական բաները ստիպված բացատրել, չգիտեմ, ինչի ենք մենք ստիպված, ասենք, օրինակ պատերազմից 6 տարի հետո բացատրենք, երբ որ Պուտինը ֆաշիստական պատերազմ է վարում Ուկրաինայում, երբ որ դավաճանեց, երբ որ Շոյգուն իր բերանով խոստովանեց, որ դա օպերացիա էր Հայաստանում։ Ինչի ենք մենք ստիպված, ասենք 6 տարի հետո, ասենք բացատրում հայ ժողովրդին, որ ժողովուրդ ջան, Ռուսաստանը մեր բարեկամը չի։ Ռուսաստանը միշտ մեզ օգտագործել է, եթե Նախիջևանը չտար Ադրբեջանին, չստեղծեր Ադրբեջան պետություն, թուրքերին չզիներ, չգային մեր տարածքները չվերցնեին Արևմտյան Հայաստանից, այսօր Ալիևը լկտիաբար Զանգեզուրի միջանցքի մասին չէր խոսա, որտեղ Նախիջևանը կլներ Հայաստան, ինքն էլ դրա կարիքը չէր ունենա։ Բայց ռուսները տվեցին թուրքերին զինեցին, եկան Հայաստանը գրավեցին, Նախիջևանը տվեցին ադրբեջանցիներին, Հայաստանի կործանման սկիզբը դրեցին։ Կոպիտ ասած, ստեղծեցին Հայաստանը այնպիսի ճանկերի մեջ վերցրեցին, մեզ թողեցին, ասենք, չգիտեմ, այնպիսի մի իրավիճակ, որ հաջորդի սխալը կարող է ճակատագրական եւ վերջնական լինի Հայաստանի համար, հա։ Պատկերացրեք ինչ արեցին մեր հետ այս 200 տարվա ընթացքում։ Լավ է 200 տարին, ասենք, մարդիկ հələ չեն գիտակցում, լավ, բայց այս 5 տարվա ընթացքում եւ դու ուղղակի սարսափում ես, որ դու ստիպված ես դնել ու տարական բաներ բացատրել, բայց մեկը ինչու, որովհետեւ կա պրոպագանդա, որտեղ մյուս կողմից աշխատում են շատ ուժեղ, այդ պրոպագանդան չի փակվում։ Եվ այս իմաստով շատ ցավալի է, դրա համար եմ ասում, լավ կլիներ, որ գոնե զգալի, գոնե մեծամասնությունը, ինչ որ կոնսենսուս լիներ։ Մարդիկ, ովքեր ունեն ազդեցություն, ովքեր ունեն հեղինակություն, գոնե այդ մարդկանց միջև կոնսենսուս ուներ, ասում է, որ այս լավ է, այս վատ է, այս ճիշտ է մեր համար, այս սխալ է մեր համար, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Եվ այդ ժամանակ հավատացեք, մեր երկիրը շատ ավելի մենք իրավունք չունենք հիմա ժամանակ կորցնել, մեր ամենից խնդրեմ մենք շատ արագ ժամանակ ենք կորցնում։ Դրա համար ասում, ցանկացած խաղ, ցանկացած դիմում Պուտին, շատ ամեն ինչը շատ ավելի པարզ է հիմա։ Իրավիճակն էլ է པարզ։ Մեր համար խնդրեմը այն է, որ մենք շատ դանդաղ ենք անում ինչ որ անում ենք, երբեմն ստիպելով են մեզ հասնում ինչ որ բանի արևմուտքը,
Բայց մենք մի բան չենք հասկանում, այդ կորցված ժամանակը մեզ համար հետո կարող է շատ թանկ նստի, որտեղ աշխարհը հիմա նենց է զարգանում ու հենց վտանգավոր ուղղությամբ է գնում, որ մենք պետքա շատ արագ պատրաստ լինենք ցանկացած պահի մեզ պաշտպանելու, ցանկացած պահի ուրեմն պատասխան տալու թշնամուն, ցանկացած պահի լինելու շատ ուժեղ, որ անգամ չուզենան մեր հետ կապնվեն։ Այսինքն մեզ մեր դեմ գնան։ Մենք պետքա հասկանանք, որ մենք պետքա այնպիսի դաշնակցային, անվտանգային, ռազմական միջավայր ստեղծենք մեր երկրում եւ տարածաշրջանում, որ անգամ մեզ հետ չուզենան գլուխ դնեն։ Բայց այս դանդաղումը բերումաններն իսկ վերջում մեր թշնամիներն են աշխատում, մեզ ոչ, այսպես ասենք, մեզ ոչ բարյացակամ պետություններն են շատ արագ աշխատում այդ ուղղությամբ։ Իրանք էլ չեն սպասում։ Եվ այստեղ ցանկացած փորձ մնալու արանքում բերում է շատ կարևոր ժամանակի կորստի։ Եվ շատ կարևոր ուրեմն ժամանակի կորուստն էլ այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում բերում է շատ կարևոր եկամուտների կորստի։ Կրթական ռեֆորմների ուշացում։ Այս ամեն ինչը մեզ հետ է գցում։ Եթե մենք ուզում ենք զարգացած պետություն լինենք, առաջինը մենք արդեն պետքա փոխածել ենք կրթական մեծ բարեփոխում պետքա սկսված լիներ։ Մեծ, մենք 8 տարի հեղափոխությունից անցել է կրթությունը տեղում դոփում է։ Բովանդակային ոչ մի բան չկա։ Բայց աշխարհը արհեստական ինտելեկտ, արդեն չգիտեմ։ Մենք եթե շատ արագ չհասնենք այս զարգացումներին, արհեստական ինտելեկտը ինչքան կարա ապավի զարգացում, այնքան կարա հարվածի։ Գիտենք այսօր առավոտից իրիկուն խոսում են աշխատատեղերի կորուստի մասին, օրինակի համար, հա։ Եվ եթե դու չկարողանաս ստեղծես այն զարգացումը, որ օրինակի համար կոպիտ ասած արհեստական ինտելեկտը բերի նոր ոլորտների ստեղծմանը կամ նոր աշխատատեղերի ստեղծմանը, եւ դու չհասցնես այս նոր զարգացումների հետևից, ամենաշատը դուժողը դու ես լինելու արհեստական ինտելեկտից, ոչ թե ամենաշատը օգտվողը։ Կոպիտ ասած մենք պետք է այդ ժամանակը չկորցնենք, որովհետեւ ժամանակը մեզ համար հիմա թանկ է։ Դուք հրաշալի դուրս եկաք լիթի ռեժիմից, բայց փայլուն պատասխանեցիք իմ դրված հարցերից մեկին, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հեռանալիս հեռացիր, թե կամուրջները այրել չի կարելի։ Չլսեցի առաջի մասը։ Հեռանալիս հեռացիր, թե այնուամենայնիվ կամուրջները չի կարելի այրել։ Այստեղ էլ է շատ տարբեր։ Երբեմն պետք է այրել կամուրջները, երբեմն պետք չի այրել։ Նայած որ իրավիճակում է, տեսեք, անձնական հարաբերություններ կա, քաղաքական հարաբերություններ կա։ Քաղաքական հարաբերություններում այստեղ էլ պետք է հասկանալ, որ ես կողմ չեմ, որ մենք այրենք կամուրջները, այսինքն քաղաքական իմաստով, բայց կոպիտ ասած տեսեք, այստեղ էլ շատ վտանգ, հիմա եթե կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններում, չէ՞։ Հիմա եթե մենք կողմնորոշվում ենք եւ ասում ենք մենք արևմուտքի, եթե կոպիտ եմ ասում, մենք գնում ենք Եվրամիություն, դա չի նշանակում, որ մենք կամուրջները այրում ենք Ռուսաստան, մենք ասում ենք մենք անցնում ենք օրինակ Վրաստանի հետ ոնց է առևտուր անում, նույն ռեժիմի, մենք չենք այրում, առևտուր արեք մեզ հետ, փորձեք ձեր տեղը վաստակեք ոչ թե ձեր արտոնյալ դիրքով, այլ ներդրումներով, եկեք փորձեք արեք, մրցեք արևմտյանինքը, մենք թողնում ենք արևմտյանինքը, դե եկեք տղայեք մրցեք։ Օրինակ մենք բերում ենք կոպիտ եմ ասում Mercedes-ի գործարան, բերեք ձեր Lada-ի գործարանը, դրեք մրցեք։ Իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են։ Հիմա մեկը կարասա մեկնաբանի որպես կամուրջներ այրել, եսա չեմ մեկնաբանի որպես կամուրջներ այրել, որովհետև կամուրջներ այրելն է, որ դու ես փակում, ասում ես էլ իմ երկիր չմտնես։ Դրաման եմ ասում, այստեղ եթե քաղաքական իմաստով ենք վերցնում, ես կողմ եմ, որ Հայաստանը կողմնորոշվի, բայց ես դա չեմ մեկնաբանում, որ մենք կամուրջներ ենք այլում Ռուսաստանի հետ, որովհետև մենք ոչ մեկին չենք ասում, ձեր հետ էլ չենք խոսալու։ Ճիշտ է։ Դրա համար, բայց ես սա պարզաբանում եմ, որովհետև էլի եմ ասում, շատ ամեն ինչը շատ կարա այսպես բան դիտվի, էլի, ոչ հստակ։ Մարդկային հարաբերություններում դե երբեմն պետք է այրել կամուրջները։ Պետք է, որովհետև կան մարդիկ, որոնք շատ բացասական ազդեցություն, արդեն ձևավորված մարդիկ, որոնք շատ բացասական ազդեցություն են թողնում քո վրա, ասենք, չգիտեմ, ընդհանրապես կան մարդիկ, որոնց հետ ես ընդհանրապես եթե տեսնում եմ, հասկանում եմ մարդը չի փոխվում եւ զգում եմ մարդուց միայն բացասական էմոցիաներ են գալիս, միայն այսպես ասում քո քեզ ավելի շատ հետ է քաշում, ճահի ճաքաշում, քան դուք փորձում ես առաջ գնալ քեզ ճահի ճաքաշում, այդպես մարդկանց հետ պետք է ուղղակի այրել կամուրջները։ Ընդհանրապես պետք է մարդը ես օրինակ կողմ եմ։ Ես բազմաթիվ մարդկանց ես ինքս իմ անձնական փորձը ուղղակի ջնջում եմ։
Կամուրջները այրում եմ, այնց որ ինքը էլ ճանապարհ չունենա ինձ մոտենալու։ Դրա համար այստեղ էլ շատ հարաբերական է։ Մարդիկ կան կարող եմ երկրորդ շանս տալ, երրորդ շանս տալ, չորրորդ շանս տալ։ Դրա համար ուրեմն ասում շատ հարաբերական է այստեղ էլ։ Անձնական հարաբերություններում այո, կողմ եմ կամուրջները այրելուն, քաղաքական հարաբերություններում պետք է անել այն ինչ որ քո շահերից է բխում, ինչ որ մեկին եթե պետք է այրել կամուրջները, թող այրի, դու դա պետք է չանես, բայց դու պետք է անես այն ինչ որ քո շահերից է բխում։ Կարծում եմ փորձեցի այսպես։ Վերջինը ձեր հարցը ինձ։ Ինչ։ Ձեր հարցը ինձ։ Այսպեսի բան էլ կա, հետաքրքիր է։ Արդյոք կուզենայիք, որ լիներ ուրեմն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ձեր կանխատեսումը կլինի արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ թե չէ, քանի որ դուք այդ հարցը տվեցիք, այսինքն դուք այդ մասին խոսեցիք, ինձ հետաքրքիր է ձեր կանխատեսումը այս աշխարհակ Հայաստանում, քանի որ դուք ներսի process-ներին մասնակցում եք որոշակի առումով, ինչ եք կարծում, կլինի այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թե այդուամենայնիվ խորհրդարանը իր ամբողջ ժամկետը կանցնի։ Հրաշալի հաստատվեցիք, ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունը Հայաստանի Հանրապետության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է, որովհետև բնականաբար իշխանությունը չի ցանկանալու գնալ արտահերթ իշխանության համար, հրաշալի դասավորված է ամեն ինչ, իր հավասարակշիռը տարածաշրջանայնացումը չգիտեմ ինչը աշխատացնելու եւ անվերջ գործող խորհրդարանական տիպոսային ընդդիմությանը անվերջ մեղադրանքներ ներկայացնելու կառավարելի պահելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ չափազանց դեռնու է այս իշխանությանը, որտեղ բազում մեղադրանքների ցուցակ կարող է ներկայացնել, վերջին հաշվով ցավալիորեն իհարկե դա պետք է արձանագրենք, այս ընդդիմությունը չունի գաղափարական հենք, այս ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագիր, այս ընդդիմությունը անելու է, աշխատեցնելու է կամ փորձելու է իրականացնել այն ծրագիրը, որը իրենք իջեցնեն Կրեմլից։ Դա միանշանակ է, իրենք արդեն իսկ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում դա բացառայտ ասել են, վերջին հաշվով 300,000 ադրբեջանցիներ 1000 մսկիթ է, չգիտեմ ինչ այդ քարոզչական ահաբեկչության հենքը նվեր դրված էր Կրեմլում, դու որևէ մեկի կողմից չի։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչից բխում է, որ ոչ այսպես գործող իշխանությունը, այսպես գործող օրենքների, համենայն դեպս բարեփոխումների, օրենքները չաշխատացնող, բարեփոխումները սկսող ու երբեք չավարտող, պարբերաբար իրեն իր երկրում ընդդիմություն զգացող, ամենայն դեպս վարչապետը շատ հաճախ վեր է կենում ու ինչ-որ բաներից է խոսում, որը 8 տարի իշխանության մեջ լինելով ինքը արդեն իսկ պետք է արած լինել։ Ուստի ասել, ուй, Ինձ իդեպ այդ նշեցիք, ինձ շատ զվարճացրեց երեկվա հարցազրույցի երբ որ Փաշինյանը շատ լուրջ, անկեղծ վրդովմունքով, երբ որ իր աշխատակազմից ինչ-որ մեկը ներդրված է եղել ուժեղ Հայաստանի կողմից, մունատ էր գալիս դատական համակարգի եւ հակակոռուպցիոն կոմիտեի վրա, թե ինչու՞ միջի հիմա քրեական գործ չի արել։ Երբ Փաշինյանը չգիտի, որ քրեական գործ հարուցելու համար հաղորդում է պետք հանցագործության մասին տալ։ Ասենք երեք, բայց այդ դեպքը երբ է եղել։ Այդ դեպքը երբ է եղել, կես տարի առաջ է եղել։ Չէ, ինձ գիտեք ինչն է, այն որ իմ մոտ բավարարություն է, որ հիմա խոսում է մի հատ ինչ-որ ընդդիմադիր մարդ, որը վրդովված է ընդդիմադիր կամ շարքային քաղաքացի, ուղղակի շարքային քաղաքացի, բողոքում է, թե ինչու, ասենք շատ լուրջ, անկեղծ բողոքում է, թե ինչու միջև հիմա քրեական գործ չի հարուցվել, ինչ-որ դեպքի արդյոք էլի, որ ասում մուրշները կոզերը իշխանությունը չի կարող իրեն ընդդիմություն զգալ իր արդյոք։ Այս դրամա բերեցի այդ օրինակը, այո, այս դրամա բերեցի։ Ինքը դեռ այսպես մեկ-մեկ այդ պրիոմներն է օգտագործում, որպես ժամանակին որ ինքը ընդդիմադիր էր, ինքը շարունակում է մնալ այդ բանի մեջ։ Այո, էտա։ Ձեր ասացի։ Ու այս ամեն ինչը համադրելով, աշխարհաքաղաքական զարգացումները համադրելով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի վարած քաղաքականությունը, հաշվի առնելով ինչ է կատարվում Ռուսաստանում, վերջին հաշվով է քաղաքականության մեջ բացառենք ամենակարևոր գործոններից մեկը ֆորս մաժորը հնարավոր
Այս ամեն ինչը դեպքում ես կարծում եմ, որ իներկոմաման խորհրդարան այն ամենին 5 տարի չի աշխատելու։ Եվ դա լինելու է Հայաստանի Հանրապետություն իբրև պետության զարգացման շահերից բխող, որովհետև ժողովուրդը պետք է գնա Անդրեան Պարագայան եւ ինքը ունի ընտրություն, իրական ընտրություն, ոչ թե գնում է աշխարհակաղակական փելադրանքների նետուրք տալիս, ոչ թե գնում է փողի քսակից սեփական գրպանը լցնելով է ընտրում, այլ ընտրում է գաղափարով, ընտրում է այն ուժին, որը ներկայացնում է ծրագիր։ Վերջին հաշվով ժողովրդավարական ընտրությունների այս մոդելն է աշխատում, ժողովրդավարությունը այսպես է կայանում, ժողովրդավարությունը պահպանված է լինում, երբ ժողովրդավարության ոչ թե ձևային ֆասադն են պահպանում, այլ բովանդակությանն են ապավինում։ Այո, ես դրա համար, երբ որ դուք հարցեցիք միջին վիճակագրական հայի մասին, փաստորեն, այսինքն ձեր ասած խնդիրը հենց իմ ասած խնդրին ուղիղ առնչվում է։ Հենց էսա խնդրեմը, ձեր ասած խնդրեմը եւ նշած խնդրեմը ընտրությունների, դեմոկրատիայի, արժեքների, գաղափարների հետ կապված ուղիղ հարաբերվում է միջին վիճակագրական հայի կայացման process-ի հետ։ Որը պիտի կայացնի պետություն։ Այո, սկսելով առաջին հերթին կրթական համակարգից, ազատականացնելով երկիրը, բացելով երկիրը արևմտյան կապիտալի առաջ, որտեվ երբ որ գալիս է հիմնարկ ստեղծում է, հիշում եք Ամերիկայի դեսպանը ինչ ասեց, ոսկե ստանդարտների մասին ամերիկյան ընկերությունների, երբ որ գալիս է, երբ որ թույլ է տալիս, որ ստեղծվեն արմիություններ, ասենք, հա, կամ ինչ որ երբ որ այդ ընկերությունները պայքարում են իրենց իրավունքների համար, երբ որ ստեղծվում են աշխատանքի համար նոր մշակույթ, ասենք, նոր պայմաններ են ստեղծվում, որոնք միջև այդ չեն եղել, երբ որ գալիս է նոր լրատվամիջոց լրիվ նոր կուլտուրայով եւ ալտերնատիվ տեսակետ է ներկայացնում, շատ ավելի այսպես զարգացած, շատ ավելի նոր աշխատավոճով եւ որ մարդիկ ստանում են այդ ընտրության իրավունքը, որովհետեւ գիտեք ինչ, կրթվելը միայն դպրոցում չի, հատկապես 21-րդ դարում, առաջ կարող ենք ասել, որ մանկապարտեզից է սկսում, այո, հիմա էլ է այդպես, բայց առաջվա համեմատ հիմա այնքան հնարավորություններ կան, որ անգամ 30 տարեկան, 35 տարեկան կայացած մարդը ստանալով այդ հնարավորությունները շատ արագ կարող է կրթական իր մակարդակը բարձրացնել, շատ արագ կարող է կրթվել, վերափոխվել, աշխատել իր վրա, ստանալով այդ հնարավորությունները։ Դրա համար հիմա 21-րդ դարի այս առումով շատ ավելի ունիկալ է մեզ համար, շատ ավելի մեծ հնարավորություններով։ Եվ այս հնարավորություններից պետք է օգտվել, ես կարծում եմ։ Եվ ինչքան մենք ուշացնում ենք, այնքան հետ ենք ընկնում։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ մեր առաջին հարցազրույցը ստացվեց։ Եվ մեր առաջին հարցազրույցին հաջորդելու է էլի հարցազրույցներ։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դելիում կնդրիներ, հենման կետը այսօր այսպեսին էր, ես կարծում եմ հենման կետը միշտ եղել է և մնալու է ձեզ համար անակնկալ։ Բարի ընձեզ։